Այս 100-ամյակի երկրորդ կեսին մոլորակի ամենամեծ անապատը Սահարան կարող է զգալիորեն ավելի խոնավ դառնալ։ Ամերիկացի օդերևութաբանների հաշվարկներով տեղումների քանակը այստեղ կաճի գրեթե 75%-ով, ինչը ռեկորդային է մի տարածաշրջանի համար, որտեղ անձրևներ լինում են միայն տարին մի քանի անգամ։ Սակայն չնայած ինտուիտիվ սպասումներին, այս սցենարը Աֆրիկայի համար ոչ մի լավ բան չի նշանակում։ Իլինոյսի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տալիս. 21-րդ դարի վերջին Սահարայում անձրևների քանակը իրոք կշատանա անկախ նրանից մարդկությունը կշարժվի ջերմոցային գազերի արտանետումների չափավոր, թե ինտենսիվ ճանապարհով։ Կանխատեսումների համար մասնագետները օգտագործել են 40 տարբեր կլիմայական մոդել, որոնցից յուրաքանչյուրը հաշվի է առնում ջերմաստիճանների, քամիների, մայրցամաքի ու օվկիանոսի վրա մթնոլորտի շրջանառության դինամիկան։ Այսօր Սահարայի վրա իշխում է օդային հոսանքների առանձնահատուկ ստրուկտուրա։ Քամիները խոնավություն են բերում Ատլանտյան օվկիանոսից ու կենտրոնական Աֆրիկայից, սակայն անմիջապես անապատի վրա գերակշռում են հզոր վայրընթաց հոսանքները։ Դրանք տաքանում են ու բառացի այրում մթնոլորտը թույլ չտալով անձրևային ամպերին ձևավորվել, սակայն գլոբալ տաքացումն աստիճանաբար թույլատնում է այս մեխանիզմը։ Որքան բարձր է մակերևույթի ջերմաստիճանը, այնքան քիչ օդ է իջնում ներքև։ Արդյունքում անապատի վրա թուլանում է մթնոլորտի 4 շերտի կայունությունը, իսկ խոնավ զանգվածները Սահարայի կենտրոնին հասնելու ավելի մեծ շանսեր են ստանում։ Դրան միանում է եւս մի հանգամանք՝ օվկիանոսի ու ցամաքի ջերմաստիճանների միջև կոնտրաստի աճը։ Ցամաքն ավելի արագ է տաքանում, քան ջուրը, ինչի հետևանքով ուժեղանում են ափամերձ հատվածներից խոնավությունը տեղափոխող քամիները։ Այս ամենը միասին ստեղծում է պայմաններ, որոնց պատճառով անապատում անձրևների քանակը իրոք աճելու է, սակայն կարևորն այն է, որ դրա հետևանքները հիմնականում բացասական են լինելու։ Գիտնականները նախազգուշացնում են, անգամ եթե տեղումների քանակը աճի, դրանք լինելու են կարճատև, սակայն հզոր տեղատարապ անձրևների տեսքով։ Անապատի համար դա ոչ թե օգուտ է, այլ կործանարար ուժ։ Ջուրը չի հասցնի ներծծվել եւ առաջացնելու է անսպասելի հեղեղումներ, քշել տանելով ճանապարհները, հաղորդակցության գծերը, խողովակաշարերը ու բուսականություն ունեցող հազվագյուտ հատվածները։ Բարձր խոնավությունը կարող է կարճ ժամանակով ավելացնել կանաչ տարածքները, սակայն հողերի էրոզիայի հետ մեկտեղ այդ էֆեկտը արագ կանհետանա։ Կան նաև այլ պակաս ակնհայտ հետևանքներ։ Անձրևների քանակի ավելացման հետ մեկտեղ Սահարայի մակերևույթից մթնոլորտ բարձրացող փոշու քանակը կարող է կրճատվել, սակայն հենց այս փոշին է կարևոր դեր խաղում մոլորակի կլիմայական համակարգում։ Այն սառեցնում է Ատլանտյան օվկիանոսը մասնակիորեն արտացոլելով արևի լույսը եւ խոչընդոտում է արևադարձային փոթորիկների ձևավորմանը։ Եթե փոշու քանակը կչանա, օվկիանոսը ավելի արագ է տաքանալու, ինչը կբերի փոթորիկների ակտիվության աճի։ Այսպիսով, անգամ եթե ապագայում Սահարան խոնավանա, նրա ու ամբողջ մոլորակի կլիման կարող է դառնալ ավելի անկայուն։ Գիտնականները շեշտում են, խոսքը չի գնում անապատը օազիսի վերածելու մասին, այլ էքստրեմալ եղանակային պայմանների էության փոփոխության։ Անձրևների շատացումն իր հետ բերելու է ոչ թե կյանք, այլ նոր ռիսկեր մարդկանց էկոհամակարգերի ու գլոբալ կլիմայի համար։ Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները ներկայացրել են համոզիչ փաստարկներ այն մասին, որ խմբային երգեցողությունը կարող է թույլատնել հետծննդաբերական դեպրեսիայի դրսևորումները մայրերի մոտ։ Արդյունքները հիմնված են մասշտաբային կլինիկական փորձարկումների վրա։ Հետազոտությանը մասնակցել է 199 կին, ում մոտ ախտորոշել են հետծննդաբերական դեպրեսիայի ախտանշաններ։ Էդինբուրգի հետծննդաբերական դեպրեսիայի սանդղակով ոչ պակաս, քան 10 բալ։ Մասնակիցներին բաժանել են երկու խմբի։ 133 կնոջից բաղկացած հիմնական խումբը 10 շաբաթ շարունակ այցելել է Breath Melodies for Moms ծրագրով մշակված խմբային երգեցողության դասընթացների։ Այս դասընթացները հատուկ ստեղծվել են ծննդաբերությունից հետո հոգեկան առողջության աջակցության համար։ 66 կնոջից բաղկացած կոնտրոլային խումբը մասնակցել է մայրերի համար նախատեսված այլ ծրագրերի, որոնք չեն ներառում երգեցողություն։ Արդյունքները նկատելի են եղել արդեն 10-րդ շաբաթվան։ Երկու խմբում էլ դեպրեսիայի ախտանշանները նվազել են, սակայն երգեցողության էֆեկտը ավելի արտահայտված ու կայուն է եղել։ 20 շաբաթ անց Էդինբուրգի հետծննդաբերական դեպրեսիայի սանդղակով միջին ցուցիչը կազմել է 10.7 բալ, կոնտրոլային խմբի 12.2 բալի դիմաց, իսկ 30 շաբաթ անց 9.85 բալ, 11.4 բալի դիմաց։ Երգեցողության օգտին գրեթե 3 բանանոց ստատիստիկ տարբերությունը ճանաչվել է նշանակալի։ Բացի այդ, Breath Melodies for Moms ծրագրի մասնակիցները դրսևորել են ավելի բարձր ներգրավվածություն ու նվիրվածություն։ 10-րդ շաբաթվան ծրագիրը լքել է մասնակիցների 23%-ը կոնտրոլային խմբի 43%-ի դիմաց։ Կանայք նշել են, որ երգեցողությունը օգնում է իրենց ավելի հանգիստ զգալ, ամրապնդել կապը երեխայի ու այլ մայրերի հետ, իսկ պարապմունքները ընկալվել են որպես բնական ու հաճելի։ Գիտնականները նշում են, որ երգեցողությունը չի կարող փոխարինել ավանդական բուժումը, սակայն կարող է արդյունավետ ու հասանելի լրացում դառնալ հետծննդաբերական դեպրեսիայի ստանդարտ թերապիայի համար։ Հեղինակների խոսքով, անգամ կարճատև երաժշտական սեանսները կարող են բարելավել տրամադրությունը, նվազեցնել տագնապայնությունն ու վերականգնել լիարժեքության զգացումը, ինչը այնքան անհրաժեշտ է ծննդաբերությունից հետո առաջին ամիսների ընթացքում։
Այս շաբաթվա գիտնականն է տիեզերագետ Ալեքսանդր Վիլենկինը։ Վիլենկինը ժամանակակից ամենահայտնի տիեզերագետներից է, ում գաղափարները լուրջ ազդեցություն են թողել տիեզերքի առաջացման ու ստրուկտուրայի մասին մեր պատկերացումների վրա։ Նա ծնվել է 1949 թվականին, Խարկովում ավարտել է Խարկովի համալսարանը, իսկ 1970-ականների վերջին տեղափոխվել է ԱՄՆ, աշխատելով Մասաչուսեթսում Տաֆտսի համալսարանում։ Հենց այստեղ էլ նա ստեղծել է քվանտային տիեզերագիտության եւ տիեզերագիտական ինֆլյացիայի իր առանցքային տեսական մոդելները։ Վիլենկինի ուսումնասիրության հիմնական ոլորտներն են վաղ տիեզերքը ու դրա առաջացման սցենարները։ Նա առաջիններից էր, ով առաջարկեց ոչնչից տիեզերքի ինքնաառաջացման գաղափարը դաշտի քվանտային տեսության սահմաններում։ Այդ պատկերացման համաձայն տիեզերքը կարող է առաջացած լինել սպոնտան, առանց արտաքին պատճառի, շնորհիվ քվանտային ֆլուկտուացիաների մի վիճակում, որում չկար ոչ տարածություն, ոչ ժամանակ։ Դա չի նշանակում ոչինչ փիլիսոփայական իմաստով, այլ նշանակում է ֆիզիկական քվանտային ոչինչ, այսինքն պոտենցիալ դաշտ, որից կարող են տիեզերքներ ծնվել։ Բացի այդ, Վիլենկինը հավերժական ինֆլյացիայի մոդելը մշակած գիտնականներից մեկն է, այս պատկերացման համաձայն տարածության ընդլայնման process-ը ամբողջությամբ չի ընդհատվում, այլ ստեղծում է առանձին պղպջակ տիեզերքների անվերջ քանակություն։ Հենց այս գաղափարներից է ծնվել մուլտիվերսի ժամանակակից կոնցեպտը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։